Հստեության վերջին խաղն է ԲԿՄ-ի կազմում, նա վերադառնալու է իր հարազատ ակումբ Փյունիկ։ Մուրադյան շատ ռիսկային փոխանցում էր Գրենիկ Պետրոսյան, երրորդ րոպե եւ ԲԿՄ-ն բացում է հաշիվը։ Նախորդ մրցաշրջանում Նոայի կազմում Հայաստանի չեմպիոն հռչակված Գրենիկ Պետրոսյանը արդեն ԲԿՄ-ի կազմում գրավում է իր նախկին թիմի դարպասը։ Այսպես շատ ագրեսիվ, շատ համարձակ սկսեց խաղը ԲԿՄ-ն, պրեսինգի ենթարկեց Նոային եւ արագորեն դառնում է գոլի հեղինակ Գրենիկ Պետրոսյանի երրորդ գոլը այս մրցաշրջանում եւս 3 գոլային փոխանցում է նա կատարել։ Մուրադյանը սխալվեց, որսած պահը Համլետ Սարգսյանը փոխանցեց Գրենիկ Պետրոսյանին, որն էլ գերազանց եզրափակեց։ Տեսեք դրվագը ընդունեց եւ արագորեն հարվածեց անդրադարձ դարպասածողից եւ Տիմոթի Ֆայլուն անզորեր ինչ-որ բան անել։ Անման մեկնարկ ԲԿՄ-ի ճնշումը արդյունավետ է, Համլետ Սարգսյանը առաջին գոլային փոխանցումն է կատարում ընթացիկ առաջնությունում։ Հարցը որ այդպես էլ չհաջողվեց գրավել Չարեն Սավանյան թիմի դարպասը։ Հիմա անկյունային Յակոլիշը, Համբարձումյանը Տուգանային հրապարակում են։ Փոխանցում եւ գոլ! Հելդեր Ֆերեյրա 1-1 կարճ ժամանակ անց Նոան հավասարեցնում է հաշիվը ելով, եթե ոչ Հելդերը կարիերայի 4-րդ գոլը ԲԿՄ-ի դարպասը, իսկ այս մրցաշրջանում 4-րդը Fast X Premier League-ում։ Անկյունայինի խաղարկումը հաջողություն է բերում Նոային, անկյունային որ թիմը վաստակել էր աջ եզրով գրոհի արդյունքում Հելդերի եւ Համբարձումյանի։ Սուալեհեն փոխանցեց, դարպասապայի դիմաց էր տեղակայվել Հելդերը, նրան ապակողմնորոշելու, խանգարելու համար եւ այդպես էլ մնաց ազատ ու դրվագն ավարտվում է գոլով Դավիթ Սուալեհեի 5-րդ գոլային փոխանցումն ընթացիկ առաջնությունում։ Շատ լավ հարվածեց Հելդերը, ժամանակին Պորտուգալիայի պատանեկան եւ երիտասարդական հավաքականներում խաղացած 2 ֆուտբոլիստների ինչ-որ բան անել Հովանիսյանին։ Իսկ հիմա նորից վրիպում, Գրենիկ Պետրոսյան, Գրենիկ Պետրոսյան, երկրորդ գոլը, այսօրվա խաղում դուբլ է ձևակերպում ԲԿՄ-ի հարձակվողը, 4-րդ գոլը այս մրցաշրջանում եւ Նոայի վրիպումները շարունակվում են, իսկ Գրենիկ Պետրոսյանը շարունակում է առատորեն օգտվել մրցակցի բացթողումներից, դատապարտել յուրաքանչյուր սխալի համար։ Հիմա ինչ տեղի ունեցավ, Հելդերը հետ փոխանցեց Սայնտինին, չհարմարվեց գնդակի ուղղությանը եւ տեսեք որքան վարպետորեն է եզրափակում Գրենիկ Պետրոսյանը, շատ նրբագեղ հարվածով, ոչ ուժեղ, բայց վարպետորեն գնդակը այսպես բարձրացրեց, չհասավ նաեւ Սերգեյ Մուրադյանը։ Այո, անթույլատրելի սխալներ են թույլ տալիս Նոայի ֆուտբոլիստները, նախ Մուրադյանը, հիմա Հելդերը եւ Գրենիկ Պետրոսյանն էլ։ Այո, Մանվելյանը գնդակով է։ Խոտածածկին է հայտնվել ԲԿՄ-ի ֆուտբոլիստներից մեկը եւ սա խախտում է որակվել մրցավարի կողմից։ Եվ արագորեն հրավիրում են բժիշկներին խաղադաշտ։ Կրմզյանը հարված ստացավ Մուլա Հուսեյնովիչից։ Օգնության կարիք ունի։ Կրմզյանը հանդես էր գալիս առաջին խումբը ներկայացնող Սյունիքի կազմում այս մրցաշրջանի մեկնարկից առաջ միացավ ԲԿՄ-ին, խաղում է նաև Հայաստանի երիտասարդական հավաքականում։ Տեղին քարտ Մուլա Հուսեյնովիչին, այո, արմունկով հարված հասցրեց։ Արդյունքը տեղի են տալիս Նոայի ֆուտբոլիստների արդեն 26-րդ րոպեին։ Իսկ մրցավարը գնում է դիտելու կրկնապատկերը, արդյոք կարմիր քարտ ցույց կտան Արդին Մուլա Հուսեյնովիչին։ Արմունկն օգտագործեց, մի փոքր փակում է տեսադաշտը Յակոլիշը, բայց այն ինչ պետք էր մրցավարը նկատեց։
Եվ այսպես տեղինը չեղարկվում է և կարմիր քարտ Նարդին Մուլլա-Հուսեյնովիչին։ Նոայի անհաջողությունները շարունակվում են։ Հասկանում է և ընդունում իր սխալը Մուլլա-Հուսեյնովիչը զարմանալիորեն այսպես գործեց իր թիմին թողնելով դժվարին իրավիճակում։ Նորից հեշտությամբ անցավ կիսադաշտը բկման, Բաշոյան, Աֆյանն ազատ է, Բաշոյանը փոխանցում է Նարեկ Հովհաննիսյանին, Նարեկ Հովհաննիսյան, ֆենոմենալ հարվածով Նարեկ Հովհաննիսյանը հաշիվը դարձնում է 3-1, այո, սա շքեղ էր ու շքեղ է նաև Նարեկ Հովհաննիսյանի ցուցադրած խաղն այսօր։ Քիչ առաջ մոտ էր գոլի, բայց վրիպեց։ Հիմա արդեն նրա հարվածը ուղղակի փայլուն էր, Ֆայոլուն դիպավ գնդակին, բայց ավելին անել չկարողացավ, շատ ուշ դիմավորեց Հովհաննիսյանին Համբարձումյանը և թույլ տվեց այս հարվածը նախապատրաստել։ Իհարկե Ֆայոլուն ևս կարող էր ավելի լավ խաղալ այսօր, Նոայից բոլորն են սխալվում, անհատապես թիմային շատ բարդ իրավիճակում է Հայաստանի գործող չեմպիոնը, Լևոն Բաշոյանը իր այսօրվա լավ խաղի համար պարգևատրվում է գոլային փոխանցումը, որը նրա համար երկրորդն էր այս մրցաշրջանում, իսկ Նարեկ Հովհաննիսյանի համար 6-րդ գոլը բարելավում է իր դիրքերը, շատ ավելի լավը դարձավ։ Իսկ հիմա Համբարձումյան, Հելդեր, գոլ! Նոա խաղի մեջ է 2-3, Համբարձումյան Հելդեր համագործակցությունը հանգեցնում է գոլի, հիմա էլ դուբլ է ձևակերպում Հելդեր Ֆերեյրան։ Այս դիմակայությունում նրա 5-րդ գոլը, բկմայի դարպասը նա 5-րդ անգամ է գրավում, բայց շատ անհաջող պաշտպանվեց բկման, այստեղ Յակոլիշը փոխանցեց, չի հաջողվում Մանուկյանին հեռացնել գնդակը, անդրադարձ դարպասաձողից ու Նոան օգտվում է այս ամենից, տեսեք, վրիպում է Մանուկյանի, այսօր սխալները շատ են։ Այս անգամ Նոան էր օգտվողի դերում։ Համբարձումյանը վերջին 2 խաղերում այնքան ակտիվ է իր եզրում եղել, այնքան շատ է հնարավորություններ ստեղծել, որ ահա պարգևատրվում է գոլային փոխանցում կատարելու տեսքով։ Երբ սկսեց Յակոլիշը։ Առաջին գոլային փոխանցումը Համբարձումյանի այս մրցաշրջանում, իսկ Հելդերի համար սա 5-րդ գոլն է։ Հելդերն էլ ձախից բացվում է, Ֆոֆանա կորցրեց հավասարակշռությունն ու հարված հասցրեց Դավթյանին։ Էլի կարմիր է լինելու։ Այո, հանել է մրցավարը կարմիրը, Դավթյանն է վնասված ստացել, Ֆոֆանան ուղղակի ձախողեց այս դրվագը։ Գոլի կամ գոլային փոխանցման հեղինակ դառնալու փոխարեն նա հիմա հեռացվում է։ Այո, սա շատ լուրջ էր։ Առողջություն Դավիթ Դավթյանին։ Մնում է սա ասել, փորձեց հասնել գնդակին, սակայն կարող է լուրջ վնասվածք հասցնել դարպասապային։ Եվ այո, փոփոխության կարիք կա, ցույց է տալիս Աֆյանը։ Հեռացում է Ֆոֆանան։ Դաժանորեն Նոայի համար ինչ խոսք, սև օր, սև մարզաշապիկով խաղացող թիմի համար։